Ժողովուրդ ջան, եկավ մի պատվեր, որը զակազ եմ տվել, պատվիրել եմ, տենց ասենք լավ։ Սա մամային է, մամայի էտաժերն է սա, անո, սա է մամայի էտաժերը, սա իմ կոշիկներն է, բայց ինչով ես մեծ կարով կարող վարկե, ընդամենը երկուսի կոշիկ եմ պատվիրել, անենց մեծ կարոբկա եմ դրել, տեսնեմ երևում եմ, մենք մի հատ արտակարգ խանութ ունենք, հրաշալի խանութ, եւ այդ խանութը այդ հիմարը փակեց։ Եղել եք իմ հետ գնացել եք այդ բան, ինչա խանութ։ Եվ այդ խանութ ինքը փակեց, եւ կհավատաք այդ խանութից ես եւ դուրս էի գալի, ոնց ուզի կոշիկով։ Հիմարն էլի։ Ուրեմն պատվիրել եմ սովորական սև օթասներ, որովհետև ամենաճիշտը հենց սա է, եւ ես սիրում եմ ֆիրման, այս Ռիկեղ ֆիրման լավն է, երեխեք, բայց լավ մեծ է, ինչ մեծ են պատվիրել երեխեք, շատ մեծ է, ես էլ շատ մեծ է, ոգիցս կհելնի կմտնի ափսոս, ափսոս, բավականին մեծ է, մի վարկյան, ինքը վատը չի, նո, սա իմ ոտքի կհելնի կմտնի և լավ մեծ է, ոչ թե մեծ, այլ լավ մեծ է, մի մոտ մեծ է, մի ռազմեր փոքր պիտի պատվիրեի, լավ սա գնաց հետ, ոչ թե հետ, այլ կփոխեմ, որովհետև իրոք շատ լավն է, երեխեք, մասկիով տեսնես ոնց է, մի հատ փորձենք էլի, եկեք, երկրորդն էլ փորձեմ մի հատ, մեկը սևը, մեկը սպիտակը, արվում ասա, հավականի մեծ ռազմեր է, նա դրա սպիտակն էի վերցրել, հիմա գիտեք ինչ կանեմ, ես սա տեսա, որ Ամազոնում կար, և ես ամենաճիշտը Ամազոնից կվերցնեմ սա, որովհետև շատ շուտ է գալիս Ամազոնը, դա տեսել եք կան շեր, և ռազմերը կփոխեմ հենց իրանց մոտից, տեսնեմ ոնց որ սպիտակը ոնց որ փոքր է, սպիտակը փոքր է, տեսնում եք երեխեք, կարող է շփոթվել եմ սա մեծ եմ ուղարկել, չէ, ռազմերն է, ուղարկի սրա կաշին ավելի չորոտ է, որտեղ ես ես ֆիրման ունեցել եմ և միշտ նույն ռազմերն եմ վերցրել, մի րոպե, սևը բավականին փափուկ է, սպիտակը լավ չորոտ, բայց լավն է երեխեք, կհավատաք, որ իրոք, հիմա ես մտածում եմ ես սևը ինչ է ոտիցս դուրս գալիս, աման, մեկը լայն է, մյուսը նեղ, որովհետև իմ ոտքերը բավականին նեղ են, մտածում եմ, եթե մի ռազմեր փոքր պատվիրեմ, կարող է ոտքս գնա կպնի են մատս ցավացնի, չգիտեմ ինչ անեմ, սպիտակը լավ է, սևը մեծ, նույն ռազմերը, ասում եք, տեսնում եք, դաժե նույն ֆիրմաների մեջ երեխեք, տարբերություն է տալիս, երեխեք ես հաշ չեմ կերել, պիտինամ գործի, շատ լավն է սա, բայց վախենում եմ ցավաս մի խփի, սպիտակը շատ սիրուն է, սպիտակը բավականին օրիգինալ, մի հատ հենց սպասեք սև են էլ փորձեմ, սա գալիս է Գերմանիայից, հիմա պիտի հետ ուղարկեմ, չգիտեմ հետ ուղարկելը ձրի է, ոնց որ թե ձրի էր, մեջն է թուղթը, քանի որ ես գնում եմ Զալանդոյից, Զալանդոն ինքը իրավունք չունի ինձանից փող վերցնի, դրա համար իրանք գալիս, այս Զալանդոն եթե չեմ սխալվում գերմանական սիտ է, գիտեք ինչ երեխեք, որ շնորոքը պինդ կապում ես նորմալ է, նորմալ, թե ինձ թվում է կպահեմ, չգիտեմ, հələ տեսնեմ, մի քիչ վսյոտակի մեծոտ արել էի, մի քիչ
մեծ է, ոչ թե մի քիչ, այլ լավ մեծ է։ Սրա կես համար, եթե տեսնեմ կա, սրա կես համարը վերցնեմ փոքր։ Կաշին ենքան փափուկ է, չէ լավ, կվերցնեմ։ Դե լավ, գնացինք, ժողովուրդ, ես ուշանում եմ։ Ժողովուրդ ջան եկա բյուրո եւ բավականին աշխատանքներ արեցի այդ ընթացքում։ Հիմա ես ժամը 12-ն է, հեսա արդեն պատրաստում եմ դուրս գամ, մի հատ զանգեմ, երկու տեղ ունեմ զանգելու, մի հատ պիտի ինչ-որ տեղ զանգեմ ամրագրեմ, այդքան բան, բավականին վազք, այսօր ուրբաթ է եւ իմ աշխատանքային ուրբաթ-շաբաթ կիրակին է սկսում, դրա համար ես հիմա կենտրոնացած եմ։ Սիրելիներս, ուզում էի մի երկու բառով խոսել ձեր հետ մի թեմայի շուրջ, ես բավականին երկար ժամանակ հանգստանալուց հետո հասկացա մի բան, որ այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Այս կյանքում ինչ կատարվում է մեր հետ, դա պետք է կատարվի։ Եվ գիտեք ինչ, ամենակարևորը որն է, ամենակարևորը այս կյանքում, որ դու հասկանում ես ամեն շփումից հետո դու հասկանում ես մարդկային գաղափարները, մարդու էությունը, մարդկանց բարիությունը, մարդկանց չարությունը եւ ընդհանրապես կյանքը։ Ժողովուրդ ջան, խոսակցությունս կիսատ մնաց, եւ կհավատաք իմ այս վասկս ինձ արդեն հոգնեցրեց։ Հիմա հեռախոս, զնգոց, ես հիմա դուրս եմ գալիս, ահա իմ մուլկը, այսօրվա իմ աշխատանքի պրեզենտացիայի զգեստը սա է լինելու, ջինսիս տաբատը, սա անցյալ տարվա ջինսիս տաբատն է, վերնաշապիկը նորից անցյալ տարվան է և բաճկոնը այս տարվա, բայց քանի որ նույն բաները կան նաև այս տարի, այսինքն կան ջինս, բայց սա լրիվ ուրիշ այդ ջինսը լրիվ ուրիշ բան է, ստիլն է ուրիշ, բայց նույն գույնն է համարյա մուկ, ավելի մի քիչ կապույտ եւ կա նույն վերնաշապիկի տիպի, ավելի ուրիշ ձև, ես դրա համար այսօր սենց հագնվեցի եւ պրեզենտացիան տեղի ունենալու մի հատ հետաքրքիր տեղ, որը որ հուսով եմ որ կլինեն շատ կանայք եւ այդպես է լինելու է, որովհետեւ ես որ դուրս եմ գալիս գործի, ես իմ համար ավելի հետաքրքիր է, որ շատ լինեն եւ ավելի իհարկե ցանկալի է։ Եվ կան 4 հոգի, որ խնդրել են իրենց ստիլը փոխան։ Մի քիչ երկար կտևի այսօրվա իմ պրեզենտացիան, բայց Աստված առաջ կարևոր առողջ լինենք եւ կարողանանք աշխատել։ Ահա, ես այսօր ավելի սպորտային ոճի մեջ եմ, սպորտային շիկ կանացի, որովհետեւ ըստ մտածելով 4 կինը ցանկանում են, չեմ կարող ասել նմանվել, ուզում են իմ ստիլը հագնել, այսինքն ուզում են այդ կլասիկայից դուրս գալ։ Գնացինք սիրելիներս։ Եկա արդեն հանգիստ նստեցի իմ աշխատավայրը եւ բոլորը գիտեք որ Անահիտի ամենասիրած տեղը իր մեքենայի մեջ նստել, այսինքն սիրած չէ, որ ասեմ այդքան շատ եմ սիրում մեքենա վարել, սուտ կլինի իմ հանգստավայրը։ Ուրեմն մինչև աշխատանքի տեղը հասնելը ցանկանում եմ շարունակել իմ խոսակցությունը, ճիշտ ասած երկար ես մտածեցի խոսեմ թե չխոսեմ, վերջ ինչ որ է ես մտա եւ զգացի որ մարդ լինելը, մարդ մնալը դա բավականին բարդ բան է։ Մարդը ծնվում է մարդ։ Շատերը կան, որ աշխատում են իրենց վրա, որպեսզի լինեն մարդ, բայց չի ստացվում։ Եվ այդ տիպի զգացի, որ ես սոցցանցերում այդ տիպի մարդիկ շատ կան։ Իմ լավ հետևորդուհիներս շատերը գրել են Անահիտ ջան, դու հանկարծակի այդ վատ գրածներից չհիասթափես, մեզ ամենակ չթողնես, սիրելիներս, Անահիտը հիասթափվողներից չի։ Անահիտը շատ ուժեղ անձնավորություն է, վախկոտ եմ բժշկական այդ քննությունների բանդեսագետից, բայց բավականին իմ համար տենց բաներ, դրանք մանրունքներ են։ Ասողին ասում ես, պատասխանում ես ու գցում ես զիբիլը, աղբը։ Բայց ասեմ ձեզ մի բան, ես այս մի ամսվա մեջ շատ այնքան ուրախ եմ, որ շփվեցի ձեր հետ, որովհետև այն ժամանակ, որ նայում էինք YouTube, չէինք պատկերացնում, թե ով, ինչ եւ այլն։ Բայց քանի որ դու արդեն մտնում ես այս աշխարհը, դու հասկանում ես եւ ճանաչում ես եւ ճիշտ ես ընկալում անգամ այն մարդկանց, ում դու նայել էիր մինչեւ քո YouTube-յան ալիք բացելը եւ հիասթափություն ես ապրում եւ ավելի շատ ես սիրում եւ նայում ես քո միտքդ ես արտահայտում,
Զգում ես ով է փողի համար անում, զգում ես ով է ուղակի բացել ալիքը, որպեսզի շփվի ժողովրդի հետ, ով է բնավորությամբ չար, ով է բնավորությամբ մեծամիտ, ով է բնավորությամբ դե բնականաբար բոլորս է տարբեր ենք, հարցը դա չի։ Բայց ասեմ ձեզ կյանքում մի բան ասեմ ճշմարտություն դիմացեք, ազնվությունը միշտ շահում է, մեծամտությունը կործանում է մարդուն։ Եվ գիտեք ինչն է ամենակարևորը այս կյանքում դու չես կարող լինել բարի, եթե դու չար ես։ Այս կյանքում ես մի բան հասկացա, իմ սիրելի լավ հետևորդուհիներ ջան։ Ես գիտեմ, որ դուք շատերին եք հետևում։ Իմ լավ հետևորդուհիները, ես ըստ անունների, ես իմ տեսողական բավականին շատ ուժեղ է հիշողությունը, եւ ես տեսնում եմ, թե դուք ովքեր են հետևում ում ոնց ինչ։ Լսեք ձեզ ինչ եմ ասում, սիրելիներս։ Շատերը կան, որ դուք դիտում եք ինչ-որ մի բլոգերի եւ դուք շատ եք հավանում, դա չի նշանակում, որ այն մյուսը կարող է հավանել դրան։ Ես տեսա շատերը դուք հետևում եք մեկին, որ ես ուղակի տանել չեմ կարողանում, դրանց բլոգը։ Բացարձակապես են, որ գիտեք ինչ կա լիմիտ, որ արդեն այն աստիճանի, որ դեմքերը դուրս է գալիս YouTube-ի վրա, բայց դա իմն է, իմ գաղտնիքն է, թե ով է, ինչ է, ում է, ես դա գիտեմ։ Շատերը իմ հետևորդուհիներից լավ կոմենտներ է գրում նրանց էլ, ինձ էլ բան։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, հանկարծակի կլինի մի հատ առիթ, որ դուք մտնեք ուրիշի բլոգները, նայեք եւ ասեք, խնդրում ենք մտեք, տեսեք, մի հատ լավ բլոգեր կա Անահիտ անունով, ես իրան շատ եմ, մենք իրան շատ ենք սիրում, խնդրում եմ մտեք նայեք, հանկարծ դες բան չանեք, իմ նկատմամբ սիրելիներս, թույլ չեմ տալիս ես ուղղակի ձեզ խնդրում եմ, որովհետեւ ես ողորմություն խնդրող մարդկանցից չեմ։ Շատերը ինձ գրել եք Անահիտ ջան, մի հատ էս բլոգերի նայի, այնքան լավն են բան։ Այս ժողովուրդ ջան, ինձ էլ չստիպեք նայել, որովհետեւ ամեն մեկի նախասիրությունն իրենն է։ Նայում են, անում են այն, ինչ պետք է։ Իմ հետևորդուհիները ինձ սիրում են, դրա համար են ինձ նայում։ Իմ կլիենտները ինձ սիրում են, դրա համար են գալիս իմ տուն շորա գնելու, թե չէ այնքան խանութներ կան։ Այսինքն, եթե մի բանի մեջ ես սեր չեմ տեսնում, ես չեմ սիրում։ Ես դրա համար ուղղակի դες խնդրում եմ, որ երկար մի ամիս հետևելով, հետազոտելով եւ ամեն ինչը տեսնելով բոլորիդ անունները լավ եմ ճանաչում, բոլորիդ լավ գիտեմ, դուք իմ լավ հետևորդներն եք եւ հետևում եք ուրիշներին։ Դա ձեր պրոֆիլն է, դա ձեր զգացմունքն է, դուք բարի մարդ եք, դուք բոլորին սիրում եք, դուք նայում եք, որտեղ դա ձեզ պետք է։ Բայց հանկարծ դուք ոչ մեկի ալիքներում չասեք սրան նայի, նրան նայի եւ նմանապես խնդրում եմ ինձ անձամբ ինձ ոչ ասեք որ ես նայեմ մեկին, ոչ էլ դուք ստիպեք ինչ որ մեկը որ նայի իմ ալիքը, մեր ալիքը, որովհետեւ դա երեխեք ջան ստիպողական չի։ Շատերն ասում են Անահիտ ջան, զգացել ենք անգամ որ դու պիտի ասես լայք դրեք, սա ամանչելով ես ասում։ Այո, երեխեք, որովհետեւ դա գիտեք ինչ է նշանակում, որ ողորմություն խնդրես, ասես բայց դա այդպես է ձևը, ուղղակի վերջում ասում եմ երեխեք չմոռանաք լայքը, չնայած ես ինքս անձամբ եմ մոռանում։ Ես որ սիրում եմ մեկին, ասենք Instagram-ով մեկը մի խոսք է ասում եւ իրոք սենց հոգուս մեջ է մտնում սրտանց, սիրտ եմ դնում, որովհետեւ ուզում եմ ցույց տամ, որ ես հավանեցի սա։ Իսկ եթե մարդիկ չեն դնում, ուրեմն չեն հավանում, ուղղակի նայում են հետաքրքրության համար եւ դուրս են գալիս։ Այնպես որ ժողովուրդ ջան, ելի եմ ձեզ ասում, ես պարզ մարդ եմ, անմիջական մարդ եմ եւ ճիշտ մարդ եմ։ Եվ նրանք ովքեր կցանկանան ցավացնել ինչ-որ մի բան ասեն, չնայած ոչ մի վատ բան իմ ալիքում չկա, դա միայն եւ միայն իմ համար հետաքրքիր առօրյա եւ այլն։ Այդ մարդիկ իզու տեղը չչարչարվեն, որովհետեւ ձեր տեղը գնում է միանգամից սովետաշեն, Զիբիլանոց։ Հետո արդեն վառում են ձեզ։ Այդպիսի բաներ սիրելիներ, դե լավ, անջատեմ, մի հատ ընկերուհիս էր զանգում, կապտվեմ ընկերուհուս հետ, հետո արդեն կտեսնենք հետոն ինչ է։ Ես ուղղակի ասեմ ձեզ բոլորից շատ եմ սիրում, ես ուրախ եմ, որ իմ լավ հետևորդները, ձեր, ինչ ասեմ, ձեր օրը սկսում է բլոգերներով, դուք դիտում եք տարբեր բլոգերների եւ գեղեցիկ բառեր եք գրում, եւ ես այնքան կարդացի եւ ես այնքան ուրախ եմ, որ դուք բոլորին սիրում եք, այսինքն դուք լավ մարդիկ եք, բարի մարդիկ եք։ Չկա մեկը իմ ալիքը նայողներից, ով որ վատ բան գրի նաեւ ուրիշ ալիքները, որ նայում են։ Այնպես որ ես չէի կասկածում։
Ժողովուրդ ջան, արդեն օրը փոխվել է, ես երեկվա աշխատանքը շատ լավ անցավ, ինչպես տեսնում եք իմ ինչ-որ մի բան եմ վերցրել ընկերուհուս համար, խնդրել էր, որ ես իրան մի բան փոխանցեմ, տանում եմ տամ իրեն, մի հատ սուրճ կխմենք միասին և եկել եմ գնումներ անել, մի քանի գնումներ ունեմ ամուսնուս համար և գնամ տուն, հետո նորից երեկոյան տեղ ունեմ գնալու 7:30 կողմերը պետք է դուրս կամ ամբողջ օրը ես վազքի մեջ եմ, վազք, բայց գիտեք ինչը, ինչ ուրախանում եմ, եթե ունենք հնարավորություն վազվզելու և գնալու, ինչու չէ, սա էլ է մարդու համար։ Հիմա գնամ այդ գործերն անեմ, ուրեմն մեր քաղաքը դեռ այդ աշխատանքները երկար տևում են և պատկերացնում եք, այդ մի հատ տեղ գնալու համար մի կիլոմետրի խոսքի, 500 մետրի համար պետք է 4 կիլոմետր պատտվենք, որ նոր հասնենք այդ մեր տեղը։ Что это такое? Буду жаловаться։ Այդպիսի բաներ, սիրելիներս, ինչպես է, հուսով եմ, որ իմ բոլոր վլոգները ձեզ կամաց հետ ա բերում, արդեն միանում ենք և սկսում ենք մեր առօրյան, մեր տաքուկ աշունը, ույուտը, մի օր խմորեղեն, մի օր ճաշ, մի օր դուրս, մի օր մեքենա, ավելի շատ մեքենա։ Ճիշտ ասած, այն օրը մտածեցի, ասեցի, տեսնեմ որտեղ կարող եմ ես նկարահանել իմ պրեզենտացիան, երևի թե որ գնամ Ժանետենց տուն, երևի թե, որովհետև Ժանետից տուն ես եմ գնում, որովհետև ինքը տարիքով մեծ է և շատ ուրախանում է, որ ինձ տեսնում է, իր համար դա ոնց որ գիտեք ինչ լինի, մի հատ թատրոն, իսկ ինչու մարդունը դրանից զրկես, սիրուն խմորեղեններ ա պատրաստում և մենք հետո վերջում նստում ենք, զրույց և այլ, ես չեմ լարվում, որովհետև իրանք ինձ սպասում են, ինձ սիրում են, սպասում են, որ ինչ պիտի գնեն, այս անգամ ինչ պիտի ընտրեն, գիտեք դա շատ հետաքրքիր հանդիպում է, ես այս ակսիոնում երբեք տեղ չեմ գտնում կանգնելու, չբռնեմ կանգնեմ ստեղ, ով աստեղ կանգնում, որ ոչ մեկ, դե լավ, գիտեք ինչ անեմ, նրանք գնում են, թե գալիս են, չէ գալիս են, եկեք գիտեք ինչ անեմ, ժողովուրդ, ես չեմ ուզում շատ հեռու կանգնացնեմ մեքենան, եկեք հենց ստեղ է կանգնացնեմ, հա, սրանք ոչ եկել են էլեկտրական բան լցնեն, ոչ էլ, մոնֆու, այս էլեկտրական բաներ են դրել, որ զայրատկի դնեն իրանց մեքենաները, ոչ մեկ է զայրատկի չի դնում, ես մի վարկյամ պիտի մտնեմ մի հատ ալկոհոլ գնեմ ու գնամ, էսի սենց, սա մամայի դեղերը կգնեմ այն կողքի քաղաքից, գնացինք ժողովուրդ ջան, ես արդեն անցա իմ պավարոդիկների մեջ, դեռ չեմ ավարտել գործերս, ժամը 6-ն է, հիմա գնամ այն մյուս կողքի քաղաքը և ժամը 7-ին ինձ թվա տանը կլինեմ, էտա, սա է, վազք, և գիտեք ինչը ամենակարևորը ասեմ, որ մեքենաներ չկան, դու հանգիստ ես, քո ճանապարհները, բայց այն, որ մի քաղաքից մի քաղաք պետք է 30 կիլոմետր վարես, դա է էլի պրոբլեմը, թե չէ մնացածը ստրես չկա այդքան, էլի ստրեսային բան չի, պրոբկաներ և այլն։ Բարի լույս բոլորիդ, սիրելիներս, բարի առավոտ բոլորիդ, թող այս բարի լույսը բացվի բոլորիդ ընտանիքներում, դրանայի դիչկան առավոտյան մի քանի անգամ ապնացավ ժամը տենց 7-ի կողմերը և որոշեց նորից կնել, հիմա ժամը 9 է, ժողովուրդ ալիս ինչ լավ ցուրտ է, հիմա մի հատ պրոցեդուրան կատարեմ, վիտամին D, վիտամին C և նոր արդեն նախաճաշեմ։
Ինչպես եք ժողովուրդ ջան, ես հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Երեք ընկերիս ասեց Երևանում էլ արդեն ցրտել, ուրախ եմ դրա համար, որ շատ շոկ չլինի, ինչպես տեսնում եք ձերանայից չկա առավոտվա մարդ չեմ, գիտեք ինչ է, քանի որ արդեն գնում ենք ցուրտ օրերը, մի հատ էլ քիվի ուտեմ, որովհետև գրիպային սեզոնը սկսել է, չքան վիտամին, այնքան մելոք ուտեմ։ Նարինջի հյութը ես եմ տրորին հակորիզ էր պախեցա, չան իչը։ Բայց այս նարինջը, ընդհանրապես որ նարինջ եք գնում, երեխեք Ֆրանսիայում էր սոկ հանելու համար հյութ, գնեք օրանժ աժու։ Դեսերտին նարինջի մեջ այդքան չկա բանը, համ։ Տեսնեմ ինչ կա, ինչ նորություն առավոտյան։ Ես ինչ լավ ցուրտ է, Սերժը գամ էդ բանը, վարարանը վարի։ Գիտեք ինչ, ես կնայեմ մի հետաքրքիր մի բան։ Ասեմ ձեզ, շատերն ասում են, Անա, դու ինչ ես սիրում նայել YouTube-ով, ինձ հարցեր են տալիս նենց նամակներով, էլի, որ ասենք, սենց բլոգերն են, երեխեքը, եթե միտեղ ընդհանրապես բլոգները նայում են այն մարդկանց, ումիտ ինչ-որ մի բան պիտի սովորել։ Եթե ոչ մի սովորելու բան չկա, ինձ այդքան ես հետաքրքրասեր չեմ, որ տեսնեմ, թե ոնց է, ինչ է, կամ թե չէ իսկ ընդհանրապես ինչ եմ նայում հետաքրքիր հաղորդումներ YouTube-ով, այս վերջերս 40-ական թվականների գաղտնիքների վրա եմ ապշած մնացել և ամենակարևորը սշունո զայտը վոյբիրի Դե ինչ սիրելիներս, եկեք այս բարի առավոտով ավարտեմ իմ բլոգը։ Նրանք ովքեր նախաճաշում են, ճաշում են, ձեզ բարյախորժակ, ինձ նմանապես, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք, որ դուք դիտում եք, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ իմ սիրելիներս համբուրում եւ ասում պակա, պակա